Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, քննարկում ենք կառավարության ծրագրի կատարման ընթացքը 24 թվականի կտրվածքով։ Ես կանդրադառնամ տնտեսական աճի էլեմենտներին, հնա եւ ինչպես նաեւ պարտքի հետ կապված որոշ դիտարկումներ կանեմ։ Եթե ժամանակը հերիքի, մի կոմիտեի վրա կկիսվեմ ձեր հետ։ Պարոն Թունյան, ես 6 տարից ավել, դուք եք մի անգամ նշեցիք, աշխատել եմ ձեր ղեկավարած հանձնաժողովում, եղել եմ ձեր ղեկավարած հանձնաժողովում, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, շատ բան եմ սովորել այդ ընթացքում եւ հատկապես ձեզնից եմ շատ բան սովորել, այնպես որ բակալավրի մակարդակ արդեն ունեմ, ի շնորհիվ նաեւ ձեզ։ Մենք հիմա չենք շփվում իրար հետ, կշփվենք երևի մի որոշ ժամանակ հետո եւ մի գեղեցիկ շոկ ամառային օր կգնանք գարեջուր խմելու։ Ես գարեջուրը սիրում եմ շշով խմել, որովհետև են կլկլոցը ինձ շատ ադուր գալիս։ Բայց այդ անգամ կխմենք գավաթներով։ Ես կխնդրեմ այդ գարեջուր վաճառողին, որ ձեր գավաթի կեսը լցնի մաքուր գարեջուր, մնացածը փրփուր։ Իմ գավաթի 2/3-ը մաքուր գարեջուր ու մի քիչ փրփուր, այնպես որ վիզուալ իմը կլինի ձեզից քիչ։ Բայց կներեք, երեք այդ բառը արտահայտեցի, քյար բառը, որ տարելեզու, ում քյարն է մեծելնելու, կայֆ ստանալու իմաստով։ Իմը, որովհետև իմ մոտ գարեջուրը ավելի շատ է, եւ 7-րդ դասարանի, 8-րդ դասարանի խնդիրը, որ եթե երկու գավաթներից սպիրտ թորենք, ապա իմ գարեջուրի գավաթից ավելի շատ սպիրտ կառաջանա, քան ձեր։ Հիմա տնտեսական աճի մասին։ Երբ որ ասում եք 5.9% տնտեսական աճ, անպայման դա պետք է կապեք հնա հարկեր հարաբերության հետ։ 23 թվականին հնա հարկեր հարաբերակցությունը եղել է 24%։ Կներեք, երևի ասենք լայն լսարանի համար եմ արտահայտում նաև մի քիչ ավելի պարզունակ խոսեմ, էլի պարզ խոսեմ։ Այսինքն ինչ ասակում 24.1%։ Եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է ամբողջությամբ 100 միավոր կամ $100 արտադրանք համախառն, ապա դրանից 24%-ը, $24 պետության քյարն է կոպիտ ասած, էլի կներեք այդ բառի համար։ 24 թվականին, արդեն, որ ասում եք 23 թվականի նկատմամբ հնա աճել է 5.9%-ով, հնա հարկեր հարաբերությունը եղել է 23.6%, իջել է հնա հարկեր հարաբերությունը, փրփուրը շատացել է, պարոն Թունյան։ Հա, ես գիտեմ, դուք եզրափակիչ խոսքում կասեք, որ ոչինչ, պարոն Աղազարյան, այդ ներդրումը հետո գբերի արդյունքներ գբերի։ Դե մենք ամեն տարի դա ասում ենք, որ արդյունքներ չի բերում։ Ու ամեն տարի ասում ենք, մենք գտնվում ենք ոչ ստանդարտ վիճակում։ Ոչ ստանդարտ վիճակում, ստանդարտ տնտեսագիտական գիտելիքները արդյունք չեն տա երբեք։ Եվ հետևաբար, երբ որ ես նաև խնդիրը լուծեցի այս կտրվածքով, էլի այս երևի 9-րդ դասարանի խնդիրը, դուրս եկա, որ եթե մեր հնա հարկեր հարաբերակցությունը թոնեինք 23 թվականի մակարդակով, որտեղ վարչարարությունը չի փոխվել, աշխատում է պեկը նորմալ, որովհետև ահագին ստվեր է դուրս եկել, իրավունք ունենք թողնելու նույնը։ Եթե թողնենք նույնը 24 թվականի վրա եւ հաշվենք, կդառնա, որ տնտեսական աճը այդ դեպքում ռեալ 3.7% է։ Այսինքն գրեթե 2 անգամ պակաս, քան նախատեսված է եղել։ Հետևաբար թվերը ներկայացնելուց պետք է նաև մի քիչ զուգահեռներ անցկացնել, որպեսզի ավելի հասկանալի լինի նաև լայն լսարանի համար։ Հիմա հնապարկ հարաբերակցությունը, ասում ենք մենք 50%-ի շրջանակներում ենք։ Էլի իմ համեստ գիտելիքների շնորհիվ նաև հանձնաժողովում ստացած, երբ որ մենք խոսում ենք այդ մասին, որ հնան պարտքը չպետք է գերազանցի, ցանկալի չի, որ գերազանցի 60%-ը հնայի, այն ժամանակ պարտքերը մոտարպես 4% էին, միջինացված տոկոսադրույքը, 4%-ի չափ էին։ Այդպես էինք ընկալում, այդպես էի ես ամենադեպս հասկանում, որ հա ինչ-որ չափորոշիչներ կա, որ ասում որ 60%-ից չպիտի ասի, դա արդեն կդառնա խանգարող հանգամանք սպասարկում եւ այլ։
Բայց հիմա, որ էլի մենք հստակորեն ասենք, որ մեր պարտքը 50% է կազմում հնայի, բայց միջինացված տոկոսը 8% է, միջինացված տոկոսադրույքը 8% է, այսինքն ունենալ $10,000 պարտք 8%-ով և $10,000 պարտք 4%-ով, դրանք երկու տարբեր բաներ են, հենց սպաստարկման իմաստով, որտեղ հսկայական բաներ է պետք, միջոցներ է պետք, հետևաբար ստեղ էլ պետք է ինչ-որ ճշգրտումներ մտցնել հաշվարկների իմաստով։ Բայց որպես այնպիսի տպավորություն չլինի, որ մենակ քննադատողի դերով ենք հանդես գալիս, ես պետք է ասեմ, որ բաներ կա, որ անձամբ ես որոշակի մասնակցություն եմ ունեցել և շատ էլ իմ սրտով են, դա վերաբերում է գույքահարկին, մենք ճիշտ ենք վարվել և ճիշտ ենք վարվում նաև հիմա, որովհետև դա հիմնավորված քաղաքական տնտեսագիտական մոտեցում է։ Ինչպես նաև ես ճիշտ եմ համարում եկամուտների համընդհանուր հայտարարման քաղաքականությունը, չնայած մեր խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր գործընկերները բացասական շատ էլեմենտներ են նշում այս համակարգում, դրանք էլ կլինեն, դրանք էլ ժամանակի ընթացքում պետք է ուղղվեն և ճշգրտումներ մտցնեն, որպեսզի խուսափենք սուբյեկտիվ պահերից և բացասական դրսևորումներից։ Այսքանը, շնորհակալություն։